մեծ ծանր գործեր հիմա տղամարդա պետք, այս թե ներուշն էլ է շատ կանայք ինչքան նուրբ են, պետքան էլ ուժեղ են, այո, պտտեցի, ծորենը դատարկեմ, վերան հասցրի ես կոմ, բարի լույս սիրել է հետևորդներ ջան, ես մի էլ կորը ծորեն է առել, ես մի էլ կորը որն արդեն ոչ կենք ես կնանգել, այսքան, արդեն իչելա ներքև, ուրեմը որ ծորեն առա, ես երկու բոջկեն լծրինք, ես մի մեշոկը ավել ցուկ տվեց, դենց էլ թողինք, թե չէ իրանք դատարկում են, չեն թողում, որ ես չրչարվեմ, իմ չրչարվելու վաղթն է եկել, ստացվեց, չլող բան չկա, մարդու մտքին տեղը լի, սար է շուր կտա, մի ես կարմիր ծորենա, դատարկեմ, որ մի շոկներն իրար հետ լվանամ էլի, չէ, թողանք, ասենք չենք կարում, չի ստացվում, Եղաբել, նիվեր ասմա, մի զարկ էլ խպի, էտա տոշնի, ես եմ սիրում այ, առաուչ ուտներ եմ կացել, դվածվել, մազերս հվակել, դեր կոֆե չեմ խմել, ամեն առաջ խավերիս ծոր են տամ, շներիս է հաց տվել, շների վաղթ բերում է, դուրը բաց եմ անում, որ տանոթը փոխվի, հետի կանգնած են պատրաստ, ոչները բուլի են անում, գիտեն անուշկան, ռաուդը նախտ հաց տիտալ իրանց, ինչև է լապը կեթեմ, Հակ ես ոնց դրդակեցի, սիրելի հետևորդներ ջան, ամեն հարցում պետք է մարդը իրա վրա դնի հույսը, մանավանդ ես թվում է, թմիկ, շատ մեշոկնի կա այդ հետ չկլվանան, ես էլ ես, ընտիր, ես էլ ծորենի ամանը տակն եմ տալիս, հետո գնամ հավերին, ծորեն տամ, այսքան երելվածա ձունա սիրել է հետևորդներ ջան, լավ պահեմ, որ ավելի շատած են, գնացինք։ Ես այդ կողմ եք դիպչիլ եկել եմ, բայց որպիսի հեշտ էլի, ես իրանց մի հատ դուս եմ անում, Համետ վաղթը թրբռում է, ես մի բուրս տիկեր է, որը ես մեջը մտնում։ Որ եմ ածում, մի անգամից խուլ են գծում։ Հավերս ջոնի են եկել։ Ջուրն էլ լծնեմ։ Հետո նոր կգամ զրից կանեմ։ Այս դուրը փագեմ է։ Ցեկելա հանսոխախնի ներքում են։ Սրանք որ մտնում չեն ես ամանի մեջը։ Սաղ ցեղ են սարքում։
Ապա ցմաքին Ստելա համարեց ցմաքել Սելես մի կրանը դնում Մոտենամ ռավը բեցու են ացել Չէ, շատ ավաղացել չեն Վեր եկել այդքան շատ ացել են Կարող այսօր էլ ացեն, ոչինչ կա Ուրեմն սիրելի հետևորդներիս ասեմ Երեք վա այդ շոքին մի լավ գործ եմ արել Սորել արդեն շոքը բռնում է այս աուրհորայա Ստիսեք են դրսի կրնուց կպցրել եմ Մի քանի այդ խոտով լկցրել եմ Այս որ հմի իրանց դրսի կրանը տեհակ սիրել է հետևորդներ ջան Նախքան ցորենի մեշոկը դրտակել է եկել է իրիկ վահանձած խոտը լցրել ստի Որ հավերս խղճանան ոչ էլի Մինչև ես այդ ցորենը կդրտակեի կգայի ձեր հետ էլ զրից կանեի Հավերս ստի արդեն կերել են շատ հարմարավետ է շատ Սիրուն գլուխներ ունես այդ իրանքովը հանում են հետո այս մսրքիցը ուտում են Շատ գործ եմ արել 3 շանց կտամ, բայց մին գնանք կոֆե խմենք Այս վեդրոն ջրի ես էլ վիր ունեիմ ցորնի ամանն էլ Քամին կշե ոչ թեթևա Եկել եմ կոֆե խմելու, բայց գործս էլ հետս եմ բերել Քանի որ առանց դրա չի լինի Ջուր եմ լցրել 9 լիտր ջուր եմ լցրել, մի լիտրն էլ ստեղ ասիրել է հետևորդներ ջան, նախքան մինչև որ այդ մասին կխոսեմ, կոֆե եփենք։ Եկել եմ կոֆե խմելու, չէ՞։ Դուք էլ ձեր կոֆեն եփեք եւ միացեք ինձ, իրար հետ կոֆե խմենք։ Այսպես։ Կոֆես քիչ հացելամ։ Շատ ենք խմում, կոֆեն շատ ենք խմում։ Բայց դե չենք չարաշահում Չարաշահելը ուրիշ է, շատ խմելը ուրիշ է Հիմա սիրել հետևորդներ ջան Անուշկան պատրաստվում է գործեր անելու եւ այն էլ ինչ գործեր, շատ կարևոր գործեր Եղանակը արևային տակ, մեկ քամի ափչում Տեսնեմ քամին իմ կողմից կլինի, թե չէ, քանի որ ուզում եմ Դեղ սիրս կեմ թե ծաղկացել կևիլին և թե խաղողի վազերին, որն արդեն տերևակալվել է և նույնիսկ խաղողի ողկույզները երևում է ինքան սիրուն է, էլ չասելու հույս ունեմ այս տարի վեր կհավաքենք ամեն տեսակ ծառից, թփից, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, գործերն ինձ են սպասում, ես պետք է շտապեմ, ամեն առաջ ուզեցի խաղողի վազը սրսկեմ, քանի որ այդ տեղը այն տեղն է, որ Պետք է արևային եղանակին սրսկենք Սա թունավոր չէ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ դրսում հնարավոր չի, ոչ մի կերպ հնարավոր չի ես այդ շներից բրծում չունեմ Գալիս են, հոտոտում են, կպչում են, խանգարում են, մի խոսքով Փոքր երեխեքի նման գալիս են, խանգարում են Հավաքվում են կողքս, հենց նստում եմ, թաթերը դնում են ուսերից, սկսում են հոտոտալ ինձ Ինչքան էլ կուշտ են լինում, հենց ինձ տեսնում են, գալիս են կսմսվում են, թրջում են վրես Այս խաղողի տեղը 3 տեսակի է, որ պետք է իրար խառնեն Ահա, բանկեն էլ եմ բերել, որ այս փոշի տեղերը մի հատ ջրով բացեմ Գույնս գույն, կարիշնիվի, կապտավուն և էլի կապտավուն Բոլորը կարևոր Հիմա լցնեմ չորբանկայի մեջ Մինչև այդ ընթացքում էլ կոֆես կեփի Անուշկա դեք ես տեսնեմ Անուշկան ունեից կնքել այն մեծ աղջիկը, Սաթենը սիրել հետևորդներ ջան Շատերը ճանաչում եք, սիրում և կարոտում եք Վերջապես կարող եմ հանգիստ զրուցել նորից հետ սիրելի հետևորդներ ջան խոսքս այնտեղ կիսատ մնաց, քանի որ հեռախոսս ծանրով հեռնվել էր և թարմացում էր պահանջում Գործերով տարված ուշադրություն չէի դարձրել,
ամեն ամիս ես թեթևացնում եմ իմ էջերը, որպեսզի կարողանամ ձեր հետ հանգիստ զրուցել ու իմ գործերը առաջ տանել։ Հիմա արդեն պատրաստ է, հենց այստեղ ոտքի վրա այդ ամեն գործողությունը կատարեցի, թարմացրի իմ բոլոր էջերը եւ կոֆես այդ ընթացքում եփելա, այստեղ եմ դրել, 2 կում եմ խմել ու մնացածն էլ ձեր հետ կխմեմ։ Դեղը արդեն ջուրը լցրել եմ, խառնել եմ, լուծված է։ Բայց քանի որ դեռևս տեղ ունի լուծվելու, մի քիչ ժամանակ ունեմ ու այդ ժամանակից օգտվեմ, մի քիչ ձեր հետ զրուցեմ։ Ինչ եմ ուզում զրուցել, ուզում եմ իմ անվան շուրջ մի քիչ խոսել ձեր հետ, սիրելի հետևորդներ ջան, եւ այնտեղ խոսքս որ կիսատ մնաց, ասեցի Սաթենս է իմ անունը կնքել դրել Անուշկա, իսկ իրականում իմ տատս է իմ անունը դրել անձնագրով ես Անուշիկ եմ, որը դրել է մամայիս մաման, իմ տատս, որը շատ երկար է ապրել, 110 տարի ապրել է իմ տատս։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ խոսել Անուշկա անվան շուրջ, որը շատերի մոտ նյարդայնություն է առաջացնում, չգիտեմ ինչի, տհաճ անուն չէ, ինչ որ կոպիտ անուն չէ, չգիտեմ ինչու մարդկանց մոտ նյարդայնություն է առաջացնում եւ վերջերս ինձ գրել էին, որ ինչու Անուշկա, եթե ոչ Անուշ։ Հարգելիս, գիտեմ, որ դուք միշտ ինձ դիտում եք, չեմ ուզում ձեզ վիրավորել, կոպտել, քանի որ քո անունն էլ Անժիկ է։ Ինչու Անժիկ, եթե ոչ Անժո։ Կարելի է չէ, որ ես էլ նույն ձևի, կոպիտ ձևով, կռեհիկ ձևով պատասխան տամ ձեզ եւ այնպիսի մարդկանց, ովքեր վատանում են իմ անունը լսելով, իմ անունը կարդալով եւ այդպես շարունակ։ Բայց շատ հետևորդներս ինձ շատ են սիրում հենց այդ անունով։ Իդեպ ասեմ, որ ես իմ անձնագրով անունը, որ Անուշիկ է, չեմ սիրել, հենց այդ իքի պատճառով։ Միշտ սիրել եմ դեռևս փոքր տարիքից, որ ինձ ասեն Անուշ, ոչ թե Անուշիկ, երբեմն թաքցրել եմ, որ իրականում իմ անունը Անուշիկ է, քանի որ միշտ ուզել եմ, որ ես մեծ երևամ։ Իքը մի տեսակ ոնց որ փոքրացնում է մեզ, իսկ այ Անուշկան արդեն մեզ դարձնում է ավելի այսպես թիթիզիկ, որն էլ հենց նյարդայնացնող է, սիրելի հետևորդներ ջան, ինչ կա դրա մեջ, եթե իմ անունը Անուշկա է, այն էլ ով է կնքել իմ մեծ աղջիկը։ Եվ սիրելի հետևորդներ ջան, այսքան ժամանակ որ ձեր հետ շփվում եմ, դեռևս այդպիսի գրառում չէի ստացել, հետո հենց որ մեկը մի այդպիսի գրառում է թողնում, իր նմանները հավաքվում են շուրջը, այդ գրառման ներքո սկսում են լայքել այդ գրառումը, առանց լայքելու իմ տեսանյութը, առանց լայքելու մեկ այլ լավ գրառման տակ, այսինքն նմանը գտնում են նմանին, Փառք Աստծո, ես իմ նմանները գտել եմ, դուք եք սիրելի հետևորդներ ջան, ովքեր ինձ շատ եք սիրում, չգիտեմ, մեր հայրենը մի քիչ այդ բառերը հոգնակի, եզակի եւ այլն այդպես է հնչում, բայց դուք ինձ շատ լավ եք հասկանում, սիրում եմ այն իմ հետևորդներին, ովքեր որ ինձ են սիրում, ովքեր ինձ Անուշկա անվան տակ են սիրում, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ զրուցեմ այդ անունների շուրջ, բոլորս էլ գիտեն, որ մեր կյանքում շատ մարդիկ իրենց անունները չեն սիրում եւ դեռևս փոքրուց երազում են, որ մեծանան, ասում են հենց մեծանամ, անունս փոխելու եմ, այսագա պասպորտ ստանալու վաղտը փոխել դեմ, իքի ցենց մեր բարբառով ասեմ, հա, հենց որ ստանում են, իրանց անունը փոխում են, իրականում սիրելի հետևորդներ ջան, անուններ փոխելը շատ աստղաբաններ, աստղագետներ եւ գուշակներ ասում են, որ անուն փոխելը վատ անդրադառնում մարդու ամբողջ կյանքի վրա, ինչ կարծիքի եք այդ մասին, կարող եք ձեր կարծիքը հայտնել իմ այս բլոգի ներքո, ես այս սիրով կկարդամ, ինչ որ մի բան էլ ես ձեզանից կսովորեմ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, անգամ այս բառից են նյարդային անուն, պատկերացնում եք, ինչպես չասեմ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս հենց ատուշի հոգու խորքից սկսած, այո, ինչու չասեմ, քանի որ հաջողանալը շատ կարևոր է,
Սիրուն, քաղցր բառեր ասելը շատ կարևոր է, սիրելի հետևորդներ ջան, ամեն մարդ իր հոգու խորքից բխած բառերով երբ որ շփվում է դիմացի մարդկանց հետ, դա առաջին հերթին ցույց է տալիս տվյալ մարդու ներաշխարը, հոգեբանությունը, իսկ եթե կոպիտ են խոսում, քթի տակ են խոսում, մրթմրթալով են խոսում, այդպես դժգոհ են խոսում կամ էլ չգիտեմ էլի շատ տարբեր խոսելու ձևեր կան։ Ամեն մարդ իրադարձին, ինչպես ուռին ու բարդին, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ես արդեն շատ մեծ բանակ ունեմ ինձ սիրող, որի համար շատ ուրախ եմ, շատ ինձ հպարտ եմ զգում եւ շատ շնորհակալ եմ բոլորիդ շատ շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ ինձ ոգեշնչել եք, սիրել եք հենց իմ այդ անվան տակ ինձ, Անուշկա անվան տակ, որը կնքել է ինձ իմ մեծ աղջիկը Սաթենը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ Սաթենից խոսեցի, մինչև հիմա ինձ գրում եք, որ ուզում եք Սաթենին գտնել, որտեղ է, ինչ կա չկա, ես էլ սիրով պատասխանել եմ, որ իրենց քաղաքում ցավոք սրտի YouTube հարթակը փակ է, երբեմն բացվում է, VPN-ով է եւ այլն, դրանք շատ մի քիչ խրթին հարցեր են, քանի որ կապված է քաղաքականության հետ, ամենքը իրանց գլխի ճարը տեսնում են, ինչ որ մի ձևով կարողանում են մտնել սոցցանցեր, տեղեկանալ այս աշխարհից, Սաթենի էջը հիմնականում փակ չէ, սիրելի հետևորդներ ջան, բայց քանի որ էլ վլոգներ չի վարում հենց այդ պատճառով, որ YouTube հարթակը փակ է իրենց քաղաքում պատահական բացվելով կամ VPN-ով նույնպես լավ տարբերակ չէ, դա նույնպես փոփոխական է, երբեմն VPN-ը նույնպես փակվում է եւ այլն, ովքեր ապրում են այնպիսի քաղաքներում, որտեղ այդ վիճակն է, այդ ամենը լավ կհասկանան, այդ վիճակն է։ Վերջերս իմ շատ սիրելի հետևորդուհին Այդան է ինձ մշտապես գրում, ես պատասխանում եմ, լիարժեք պատասխանում եմ, բայց կարծում եմ իմ պատասխանը չի հասնում իրեն, քանի որ անընդհատ նույն հարցն է գողում ինձ, սիրելի հարգելի Այդա ջան, ապա որոշեցի բարձրաձայն ասել, միգուցե իմ վլոգը դու կդիտես եւ արդեն պարզ կլինի, որ ես չեմ մտածել քո գրառումը եւ պատճառը ասում եմ, որ YouTube հարթակը փակ է Սաթենից քաղաքում հարգելիս։ Նաեւ շատ շատերը դիմացակ, սիրելի հետևորդներ ջան, ինչ անենք, այդպես է աշխարհի դրությունը ելնելով մեր քաղաքական հարցերից։ Չեմ սիրում քաղաքական հարցեր քննարկել, դրա համար ասնեմ իմ առօրյային։ Նաև իմացանք, որ Անուշկա անունը չսիրողներ կան, բայց դրանք շատ քիչ են, ինչ շատ սիրողների կողքին։ Կյանքն էլ է այդպիսին, սիրելի հետևորդներ ջան, մենք տեսնենք ավելի շատ լավը, քան թե տեսնենք վատը։ Վատը այնքան քիչ լինի բոլորիս կյանքում, որ չերևա շատ փոքր լինի, ու այդքան շատ լավի դիմաց մենք ոգեշնչվենք, ոգևորվենք եւ առաջ շարժվենք։ Կոֆես սառն է եւ կարող եմ խմել արդեն։ Այդպես Կարծում եմ քամին չի խանգարի իմ գործերը կատարելուն, չեմ ուզում պտտել, հենց այսպես երևում է, որ ինքը իրենով ռեակցիայի մեջ է մտել եւ խառնված է, սա պատրաստ է, բայց մինչև կոֆեն չխմեմ, գործս չեմ կարող սկսեմ։ Գնաց։ Մեղու էր մտել, պատուհանը կիսավացան, սիրել հետևորդներ ջան, ուրեմն ժամանակն է նաև մեր պատուհանների այդ սետկաները ամրացնենք։ Այստեղ որ կանգնած եմ, երևում է որ քամի է, ու մի հատ էլ դեղին նայեմ, արդեն մի քիչ էլ մնա, լավ կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, վայելենք մեր կոֆեն։ Ես ավարտեցի։ Ասեմ, որ իմ ճանաչողները նույնպես սովորել են եւ ինձ Անուշկայով են դիմում, որը նույնպես ինձ շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլորիդ, որ սիրում եք ինձ այս անվան տակ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Facebook-յան իմ ընկերներին, այդքան լիքը սիրուն բաներ ուղարկելու իմ վլոգի ներքո։ Հիմա անցնեմ գործի։ Այս մեկը արդեն ջրի մեջ։
Այստեղ ջուրը լցրել եմ, պատրաստ է։ Այս թավայի ջուրն էլ վերցնեմ։ Երկու դեղը իրար հետ, լցրել եմ չորբանկան, ջուր եմ լցրել։ Թեթևակի դեղի հոտ է գալի, շատ ծանր չէ այս հոտը։ Այսպես է։ Այն է քիչ կարստած, ես սենց կպտտեմ արդեն։ Այս դեղը ինքն իրենով ռեակցիայի մեջ է մտնում, սիրելի հետևորդներ ջան, և լուծվում է։ Այստեղ մի քիչ էլ մենք օգնենք, երկար չմնա։ Եվ դրա համար առանձին թավայով ջուր եմ վերցրել։ Այսքան դեղը 10 լիտրի համարը, որը հերիքային խաղողի վազերին։ Հենց որ ես վերջացնեմ, այս ամանը պետք է լավ լվանամ, չնայած դա չի խանգարի, չեմ կարծում, որ խանգարի, ուղղակի իմ սովորությունն է, որ ուրիշ տեղ եմ արդեն սրսկում, մի հատ այս ամանը լվանում եմ, որպեսզի կարողանամ Սերգեյվիլի ծաղիկների նույնպես տեղ սրսկեմ։ Երեք չարեցի, քանի որ մոտեցա, տեսա, որ ծաղիկներ կա, լրիվ չի բացվել, միշտ ասել եմ, որ մեր կողմերը մի քիչ սառնա համեմատած այն տարածքների, որտեղ արևն ավելի ուժեղ է։ Մենք մի քիչ անտառի մոտ ենք ու անտառի սառնությունը թույլ չի տալիս։ Այսպես, այս մյուսը, սա ամուր փակ է, պիտի բացեմ։ Այս սրանից հոտ է գալիս։ 3 տեսակի դեղ, ու սա առաջի սրսկումն է խաղողի վազերի։ Հու, ես ինչ տհաճ էր, բայց սրա համար ջուր չթողեցի, այ, ստեղից կոֆեի ջրից լցնեմ, այս ինչ տհաճ էր։ Ու հենց դա էլ նպաստում է, որ վնասատուները ոչնչանան, մոտ չգան, այս հենց ողողելը նույնպես ճիշտ է, քանի որ տեսա, որ առաջի ջուրը ինչքան պղտորվեց։ Մինչև վերջի գրամը, միլիգրամը պետք է լցնել։ Այս ամեն ինչը ես հետո կհավաքեմ և գնում եմ սրսկելու։ Ոգեշնչված, տրամադրված։ Եվ այս առիթով բոլորիս մաղթում եմ ամենալավն ու բարին, բոլորիս աշխատանքը, բերք ու բարիքը շատ լինի, գնացինք։ Մինչև գործս կսկսեմ, ցույց տամ, թե ոնց է սիրունացել իմ խաղողի վազերը։ Շուրջ բոլոր գեղեցկացել է։ Արդեն խաղողի ողկույզները, կոկոմները երևում է, սիրելի հետևորդներ ջան։ Շատ շոք է, ու այդ շոքի հետ մեկտեղ նաև քամի է։ Ու հենց այդ քամին, որ համ խանգարում է իմ գործին, ցիրուցան չանի այդ տեղը, բայց թույլ է տալի մեզ լավ զգալ։ Երեկվա շոքը շատ ուժեղ էր, քամի չկար։ Նոր երեկոյան կողմերը քամի սկսվեց, շնչելու օդ եղավ։ Քամին ա, որ մեզ պահում է, սիրելի հետևորդներ ջան, մեզ լավ զգալու համար։ Մի քիչ էլ համբերեմ, մի քիչ քամու ուղղությունը բռնեմ ու գործս կանեմ, թե ձեր հետ, թե առանց ձեզ պիտի անեմ։ Այն կողքը վերջացրի սրսկելը, կամ ես մի կողքը։ Քամի շատ է խանգարում, մոտ մի 20 րոպե կլինի, այստեղ գնում էի, մեն փորձարկում էի, չէր ստացվում, քամին հետ է տալիս։ Ուզում եմ նենց անում, որ ես իմ գործի լավ անեմ, համ ես չդեղոտվեմ, համ էլ գործս տեղին ստացվի։ Այս ուժեղի վրա եմ միացրել ու արդեն սկսեմ, քանի դեռ քամին այս պահին չկա։ Այսենց նկատելի երևալիս կլինի։ Ահա, շատ լավ է, ինչը վերև հասնում է։
քիչ երկար եմ թողնելու, որ լավ տեղը տեղին փչվի։ Ուսենց հերթով։ Մի հատ էլ այս կողք կգամ, բայց եթե այս կողքից սրսկեմ, կգա ուղիղ իմ տեսախցիկի վրա։ Դրա համար պտտվեմ այս մի կողք։ Ստեղ վարդն է, վարդին չի վնասում։ Քամին այս կողմից է։ Քամին։ Հարցեմ։ Սենց նաև այս ծողը շարժում եմ, սիրել է դեղորդներ ջան, որ ինքը սենց էլ է տարածում։ Այս երկար շիթովը, որ միացնում եմ, սա ցնցուղի նման չէ էլի, երկար շիթը, որ խփում ենք, տենց երկար գնում է ու որ սենց շարժում եմ, արդեն ինքը ցնցուղաձև է դառնում։ Քիչ առաջ գնա, որ վարդին շատ չլցվի ամեն դեպքում։ Վերք է երևում, շատ լավ է։ Ու սենց շարունակ, պտտվեմ, բոլորը սրսկեմ։ Այդ կողմը վերջում։ Ջուրիկները ստեղ ունեմ։ Եվ սիրել հետևորդներ ջան կամ տեսախցիկ անջատեմ, որ այս կողքի վազին էլ սրսկեմ ու իմ տեսախցիկը չվնասեմ։ Խաղողի վազի գործը վերջացրի, գնում եմ սերկևիլի ծառին սրսկելու դեղը պատրաստել եմ նույն եղանակով։ Հավերիս մի մասը արև կողանում, մի մասը դեռ խոտ է ուտում։ Շատ հարմար ստացվեց այս իմ որոշած տարբերակը, սետ կյարանքներով, քանի որ այդ անցքերը մեծ է, գլուխները հեշտությամբ տանում են ու լցրած խոտը ուտում են։ Համ չի տրորվում, համ ներսը մաքուր է մնում։ Քանի որ հավերիս էլ չեմ բացելու, չեմ թողնելու քուջուջի, այս տարածքը երեկոյան մի լավ մաքրել եմ, ավլել եմ նույնիսկ, սիրել հետևորդներ ջան, քանի որ իրանց բմբուլները նույնպես թողնում են, այս մեր տան կողքի նարդիվաննա ցեմենտ պիտոնից, այս ուր ես գնում լեզուտ կախած, այս ուր է հնգերդ, մի խոսքով ստեղ փորել եմ, փապկացրել եմ, մաքրել եմ, մաքրման աշխատանքներ եմ տարել, բայց չկարողացա ձեզ միանալ, քանի որ աղմուկը շատ էր, երեկվա եռուզեռը շատ էր, սիրել է հետևորդներ ջան, այն կողմը ցույց տամ, ամփուշ մոշի, որ տարածք եմ սարքել, լավ փարթամ աճել են, ընդեղ էլ ունեմ գործեր անելու, բայց ոչ հիմա, լպատկեն թարս գցել եմ, մանդր-մունդր քարերը քաշել, հվաքել, շատ գործ եմ արել երեկոյան, առանց ձեզ, մեկ էլ թե ինձ հաստացվում, և չեմ ուզում կողմնակի աղմուկները խանգարեն իմ վլոգում, աղմուկներ լսվի, ուզում եմ, որ բնության ձայները լսվի, հեսա ստեղ դամբլից առնել եմ նորից չաշկարել, քանի որ հավերը որ բաց թողած են, արած, չարած, մեկ հաշիվ է լինում ու նորից վերսկսում եմ, գնում եմ այնտեղ սերկևիլի ծառի մոտ, ծաղկածը լրիվ բացվել է ծաղիկները, դեղն էլ պատրաստ է, գնամ սրսկելու, ձեզ էլ ինձ հետ տանեմ։ Եկա հասա աստեղ, շոկը բռնում է, քամին էլ հետն է։ Դեղը բացել եմ, պատրաստել եմ, առանց ձեզ սիրել հետևորդներ ջան, որ ամեն բան մի քիչ արագ ստացվի, տեսնեմ ոնց եմ տեղադրել իմ տեսախցիկը։
Արևը ծակում աչքերս, չգիտեմ ոնց եմ տեղադրել, լավ, շատ լավ է։ Եվ արդեն կամ ուղղությունը բռնեմ ու սկսեմ գործս։ Մի ափշի։ Ստեղ ցնցող էի սարքել, քանի որ այն ներքևը խաղողի փոքր վազեր ունեի։ Նրանց վրա ցնցողով է լինի, մի հատ փորձարկեմ։ Լավ է։ Դե ես սկսեմ սրել հետևորդներ ջան։ Այդ տեսնում եք ինչև ծառի վերևը գնում է։ Հետերեկվա Երուսաղեմի աղմուկը այդ խոթնձելու մեքենաներից էր առաջացել, քանի որ եղանակները լավն են, մի էլ տարածված է, որ մարդիկ այդ խոթնձող մեքենաներով են անում, ոչ թե գերանտիով։ Ես չսիրեցի, բայց այդ գործիք սրել հետևորդներ ջան, դրան կարող են նաև կանայք օգտագործեն, եթե իհարկե իմ նման գործեր են անում։ Ես չսիրեցի հենց այդ պատճառով, որ շատ աղմկում։ Ավելի լավ է ես գերանտիով կամաց, մի կողքից խնձում եմ, տանում եմ իմ հավերին եմ տալիս, բայ արդեն շոքը նեղացնում է, քանի քամին կտրվել է, ես գործեսը սկսեմ։ Մեքենան անցնի։ Ու սենց քամու հետ ուղղությունը բռնելով գործս անել է։ Որպեսի չաղմկեմ, կադրից դուրս անեմ գործս։ Կամ արդեն իսկ կադրը փակեմ, որպեսի աղմուկ չլինի։ Կմիանամ տնից։ Նարինջ եմ լվացել, որ սմյուզի սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, գործերս վերջացրի է շամի համար։ Մոտեցնեմ ամեն բանից։ Արդեն շոքն ընկել է, հասցրել արդեն լավ շոքանալ։ Գործս վերջացրի, քամին էլ կտրվեց։ Հիմա իմ սմյուզին կվայել եմ, կհանգստանամ ու վլոգս էլ ձեզ կհասցնեմ։ Դուք էլ մի համով բան պատրաստեք ձեր համար։ Ամենքս սիրենք մեր անունները, անկախ նրանից անձնագրով է, թե կյանքի ընթացքում մեր սիրած անունն ենք ուզում, սիրենք մեր անունները, սիրենք մեզ, հարգենք մեզ, սիրելի հետևորդներ ջան, և միշտ համով բաներ ուտենք, առողջ լինենք, ուրախ սրտով լինենք, չնեղացնենք ոչ մեկին, մարդ մնանք, մի խոսքով, այսպես մանրացնեմ ու լեցնեմ։ Սառնանում մառոժներ կա շատ, բայց ես ուզեցի կեղևները մի կամ, շատ եմ սիրում կեղևի համը, դրա համար նաև թողնում եմ։ Ես ձևով եմ պատրաստում, մի քիչ ջուր եմ լցնելու, մի քիչ մեղր, և արդեն բլենդը իր գործը կանի։ Ամեն անգամ ես բլենդը օգտագործելիս, հիշում եմ, որ ինձ նվիրել է իմ սիրելի հետևորդուհի Ժենյան, ով ապրում է Երևանում։ Ժենյա ջան, սիրով եմ օգտագործում քո ուղարկած նվերը և միշտ շնորհակալ եմ լինում։ Շնորհակալ լինելը դա աստվածային շնորհ է, սիրելի հետևորդներ ջան, և բոլորս էլ շնորհակալ լինենք ամեն ինչի համար, առաջին հերթին Աստծուց, որ մենք կանք, ծնվել ենք, ապրում ենք, և մեր կյանքը դասավորենք մեր սրտով, երբեք չպատճառաբանել ասենք իմ բախտն է, իմ ճակատագիրն է, ամենքս մեր կյանքը վայելենք և գոհանանք։ Այսպես, մի քիչ էլ ջուր։ Եվ հետո մեղր։ Մեղրը այս կողմ է։ Թեյի գդալով լիքը, քանի որ բյուրեղացած է մեղրը, մի հատ մոտեցնեմ ցույց տամ, նման է հալած յուղի։ Եվ լցնեմ։ Քանի դեռ գդալի չի հոսել, այսպես։ Մեղրը պարտադիր ծածկում եմ և սառնանում չեմ պահում։ Գդալը չեմ թողնում մեղրոտ մնա։
միացնեմ ու պտտեմ։ Գնացինք։ Սկզբի համար մեկի վրա եմ թողնում, առաջ աստիճանի վրա եմ թողնում, սա 2 աստիճանով է, սիրելի հետևորդներ ջան, կան նաև բլենդի այլ տեսակներ, որ մինչև 5-6 աստիճանի տակ պտույտ է գործում, ու հենց մի քիչ ջարդում արդեն երկրորդի վրա եմ միացնում։ Всё, այս էլ է պատրաստ։ Հիմա ինձ կմնա վայելեմ և մի քիչ հանգիստ առնեմ։ Տեսքը մի քիչ թանձր է լինում, սիրելի հետևորդներ ջան։ Շատ հարմար է, որ բաժակի բերանը լայն լինի, որպեսզի հեշտ վայելենք, եթե սիրում եք, պատրաստեք ձեր համար այս ժամին, վայելեք և լավ զգացեք։ Պակա, մինչ հաջորդ վլոգ։ Պահո, անձրև է գալիս, փոփերը կրակում են, ամպը գորգռում է։ Սնյուզին վերցրի, որ կամ դրսում նստեմ վայելեմ, մեկ էլ ինչ տեսնեմ, եղանակը կտրուկ փոխվել է։ Սիման վազելով եկավ մոտս, անձրևը վարարում է, սիրելի հետևորդներ ջան, վլոգս էլ չեմ դեռ տեղադրել և այս վիճակն ստացվեց։ Ընդհանրապես որտեղս սրսկում ենք, ասվում է, որ եթե 2 ժամ անձրև չգա, լավ կլինի։ Ժամուկես անցել է, մոտավորապես, կարծում եմ ամեն բան լավ կստացվի, արած գործս չի փչանա։ Ինչ արած, հույսս դնում եմ Աստծու վրա, Աստված պահապան լինի։ Ինոք կարկուտ չգա։